Գնամ մի վկայություն տամ, որ ես ինքս եղել եմ հավատացյալ չեմ եղել, չեմ ծնվել, այնպես չեմ մեծացել, բայց դարձել եմ։ Դարձել եմ եկել Բերդում, որտեղ արդեն ճանապարհներ ինձ տարել են Բերդ ու իմ ձեռք Աստվածաշունչ ընկավ ու ես սկսեցի Աստվածաշունչ կարդալ։ Կարդում եմ, չէ՞ բոլորս Աստվածաշունչ։ Ամեն, բայց զգացել եք, որ երբ որ դու կարդում ես Աստվածաշունչը, Աստվածաշունչն էլ քեզ է կարդում։ Ամեն։ Դու քեզ տեսնում ես, էլի տեղեր կա, որ ասում ես, այսի ես էի, Տեր ջան, ես տոշնի իմ մասով, իմ համար էր գրված։ Գիտեք, երբ որ ես կարդացի, ես ավազակ էի այդ ժամանակ, ավազակության համար էի հայտնվել Բերդում։ Ես հասա եմ վայրը, որ Հիսուսի կողքերը երկու ավազակներ կային, հիշում եք, չէ՞ այդ մասը։ Փառք եմ տա։ Եկեք մեզ սրտանց փառքանք Տիրոջը։ Փառք ես Տեր, զորթնում ենք իմաստից։ Կյանքեր փոխող Հիսուս, փառք ես։ Երբ որ հասա այդ մասը, ես կարդացի ավազակների, դիմելու ձևը Հիսուսի, մեկը սենց էր դիմում։ Եթե դու Աստված ես, Աստծո որդին ես, այդ որ ասում են Մեսիան ես, այն մարդ պես խեմ ես վիճակի մեջ։ Ո՞ս ես է։ Դու ինձ էլ փրկի, քեզ էլ փրկի։ Քանիսներս են, չէ՞, այդպես աղոտ կարեն։ Այ մարդ, Տեր ջան, եթե Աստված իրականում կա։ Ես շատ եմ լսել, բայց աղոտի տեսակներ են։ Բայց այն մեկը գիտես են աղոթեց։ Տեր, ես եմ եղան, ինձ փրկի Տեր։ Այս ինչի մեջ ես է, որ գտնվում եմ, արժանի եմ գտնվում։ Եվ այդ ցավերի մեջ, տառապանքների մեջ, Հիսուսը նայեց այդ ու ասեց պատասխան աղոթքի, մենք իրար հետ կլինենք։ Գիտեք, շատ ժամանակ չի պատասխանվում մեր աղոթքներին, որովհետև մենք սխալ ենք աղոթում, մենք սաղի տենում ենք սխալ իրար, մենք արդար ենք անոր, բայց երբ որ մենք ենք այդ մի ավազակի պես մեզ իջացնում, Տերը սկսում է խոսալ, ամեն, Տերը սկսեց խոսալ իմ, ասի Տեր, ես շատ կուզենայի, ես այս աշխողմիտ ավազակը լինեի, ու ես սկսեցի ասել, Տեր, ինձ ողորմի, եթե ես տեղ եմ գտնվում, հաստատ դրա համար պատճառ կա, ու պատճառը ես եմ թույլ տվել, ես եմ մեղավոր։ Մի բան մտավ մեջս ժողովուրդ ու հանեց մի բան մեջ, որովհետև ես թմրամոլ եմ, ես ազատագրվեցի, ինձ իմ համար ոչ մեկ ձեռքի դրել չի աղոթել, բայց Աստվածաշնչի մեջ կա ուժ, կա անձնավորություն, երբ որ դու իրան ճանաչում ես, ինքը սկսում է քեզ ազատել։ Հետո մի տեղ, որտեղ Մատթեոս 4-ի մեջ էր գրված, փորձություններով անցավ, Տերն էլ անցավ։ Գիտեք, փորձության ժամանակ վերջում Աստծո խոսքը ասում է, որ Սատանան թողեց Հիսուսին։ Բայց գիտեք, երբ որ Հիսուսը որոշեց, թե ում է երկրպագելու։ Եդիս գնա, գրված է, քո Տեր Աստծուն միան երկրպագիս։ Ու ասում է խոսքը, որ իսկականուց եդիս գնաց Սատանան։ Այդ քանի անգամ ենք ասում Սատանային եդիս գնա, այ մարդ չի եթում, Տեր Աստված ջան։ Նա ճշտի քո ներսը։ Արդյոք սրտանց Տիրոջն ես երկրպագում, թե բաներ կա, որ խանգարում է իրան երկրպագես։ Որտեղ երբ որ Եսայան, ես որ Աստվածաշնչից տեղեր եմ ասում, մեզ ծանոթ է, չէ՞, թե կարելի է կարդանքել։ Ծանոթ է։ Կարճի վրա էլի, որտեղ ժամանակի առումով։ Եսայան երբ որ փնտրում էր Տիրոջը, ինքը մեղավոր էր, հիշում եք։ Ասում է, երբ որ տեսա Տիրոջը, ասում է, ես մեղավոր, պիղծ մարդ եմ, այ մարդ, ճանաչեց իրան։ Ու այդ ժամանակ ինքը կենտրոնացավ Տիրոջ վրա ու պատասխան եկավ։ Մեր կենտրոնացումը շատ կարևոր է ժողովուրդ ջան, որտեղ ամեն բան օրվա մեջ հեռախոս, զանգ, էս, գիտեք, կշեղի, որ հանկարծ չկենտրոնանանք Տիրոջ վրա։ Ես մի բան կուզենամ քեզ ասեմ։ Ուշադրությունը թեղի իրա վրա, ժամանակ տուր իրան, կենտրոնացիր, թող ամեն բան։ Տիրոջ վրա, կենտրոնանալը, ուշադրությունը, ասում է առակացի մեջ,
հետո կգա վերջում բժշկությունը 4:20-ի մեջ։ Ուշադիր եղիր իմ խոսքերին, որդիս, աշկերիդ արջևից չգնա, այսինքն գրի, մի հատ էլ կարդա, մի հատ էլ նայի, Տեր ջան այնքան նայելու բան կա, իմ խոսքերին նայի։ Ամեն, ժողովուրդ ջան։ Թող Աստված օրհնի մեզ։ Այն որ ասում եմ մի sense ընտանեկան բառ ասում Հակոբոս Առաքյանը, մի տնի չենք մի հալի ենք, բոլորս ենք կռվում թշնամու առաջ, թշնամու դեմ։ Դրա համար այսօր կարևոր է որ մենք իրար օգնենք այս կռվի մեջ։ Ամեն, ժողովուրդ ջան, որտեղ այն թշնամին, որ մեր Աստծո թշնամին է, պայքարում է Աստծո ժողովրդի դեմ, բայց Աստված իշխանություն է տվել, որ ոտնատ կողանենք իրան, ոտնատակ անենք, միայն զգուշ լինենք, հանգարց։ Այդ չարախոսի խելքին չընկնենք, ասում է, չէ, վերևներից մեկը ընկավ եւ մեր բախտը մի քիչ չբերեց, որ ընկավ այս երկրի վրա։ Ես մտածում եմ, դեռ գցել լուսինի վրա դրան, էլի, չէ։ Այն մա գցել մի տեղ են լիքը մոլորակ այս երկրի վրա։ Ես հավատում եմ, որտեղ Տեր ասեց, այնտեղ կլինեն տղերք, քույրեր, եղբայրներ, որոնք դրանը դուք դժոխք կգցեն։ Դրա խելքին չեն ընկնի։ Որտեղ ասում է չարախոս ընկավ։ Բամբասող, փսփսող, թող բոլորիդ ոտքերի տակ դա մնա, Հիսուսի անունով։ Ամեն, թող Տիրոջ սերը, Հայր Աստծո սերը, Տիրոջ շնորհքը մեր Հիսուսի եւ Սուրբ Հոգու այդ հաղորդությունը լինի մեր բոլորի հետ։ Ամեն, Տեր օրհնեցի։ Բայց չասեցի ոնց ապաշխարեցի, դες էժան ուզում ես կասես։ Ես ժողովուրդ ջան, ես ասեցի, ես այդտեղ փաստորեն որ Տերը ինձ կպավ, ես ինձ տեսա ապաշխարեցի, ես այդ աղոթք արեցի։ Անկեղծ ես սկսեցի ուժեղ լացել այդտեղ։ Հա, այնց չէինք լացի, հա, բայց երբ որ սկսեցի ուժեղ լացել, ես զգացի մի բան դուրս եկավ իմ միջից։ Հետո որ ես դուրս եկա Բերդից, առաջարկներ կային, որ ես նորից այդ բաները օգտագործեմ։ Բայց ես ազատվել եմ, ես չեմ ասում մի անգամից, կար որ ընկա նորից, պապիրոս էի ծխում, զղջում էի, ասում էի Տեր ջան, նորից սխալվեց։ Ես ես կամած, հա, բայց ասեմ ժողովուրդ, իմ կողքը մարդ չի եղել, իմ կողքը Աստված է եղել։ Ես կանչում եմ իրան ինքը պատասխանում եմ, ինձ Տերն է այնց անձամբ հայտնվել։ Իմ մամաս աղոթների մեջ էր, մեր վրեժ եղբայրը որ կա հոկտեմբերյանի, իր կնոջ անունը մոռացել եմ, Վարդուի քույրը, իմ մամաս, մենք 8-րդ դպրոցի շենքերն ենք բանում, ես դե հոկտեմբերյանից եմ, հա, միշտ գնում աղոթում էին, ես Պերջի ընկերն եմ եղել, այն ժամանակ Պերջը այդքան էլ չէր հավատում Աստծուն, լսում էր բան, բայց մենք ամեն բան անում էինք հավատալով էլի Աստծուն, բայց եկավ ժամանակը, որ Աստված այցելեց մեզ, ձեր աղոթքներով, մեր մայրերի աղոթքներով, Հարկ Տիրոջը մայրերի համար։ Եթե ինպես այն ամենավերջի մարդուն Աստված այցելել է, հավատացեք, այսօր շատ կարևոր է քո աղոթքները լինեն, տղուս այցելի։ Խնդրում եմ Աստվածին, ամուսնուս այցելի, դու այցելի Տեր, դու ասա, ես այնքան եմ ասել, երբ որ ասել ես չի լսում, ժամանակն աղոթես Տերը երկու բան ասի։ Ամեն։ Հիմի հարցը գիտես ինչու՞մն է, հիմի ձեր գործի մասին մի քիչ խոսացեք, որ դու այդ փուլը անցել ես, չէ, ոչինչ, ասա որ իր Տեր խոսքը ուժ ունենա, որ դու հիմի ինչով ես զբաղվում, լավ, այդ մասին երկու բան խոսի։ Ես փաստորեն այդ ժամանակ, երբ որ ես դուրս եկա բանից, Բերդից, ես որ ես անցավ մի քանի տարի իմ հետ, ինձ ճանաչում են, ես էլ էի ճանաչում, շատ թմրամոլների։ Տարա մեր տուն է թմրամոլներից, մի քանի հոգու, իրանք շատ անունով տղերք էին, ու այն ժամանակ մենք ասենք, եղել է բաներ, որ չեմ ուզում սենց ասեմ, որտեղ շատերն են այն, շատ վատ բաներ է եղել, ու ես գիտեի ով ինչի մեջ է, երբ որ տարա մենք աղոթում ենք, Աստված իրանց էլ ազատեց, կպավ իրանց, ու հիմա մեր հետ մի հատ եղբայր կա, օրինակ, ինքը Իրանից է, քրիստոնեության համար Իրաններ են հալածում, ինքը եկել է Հայաստան, հիմա ինքը մեր հետ այն ժամանակ էլ էր սենց կյանք էր, բայց այդ հանցագործ կյանք այդ նարկոտիկների կյանք էր, ոնց որ քո մար կապ չունի ով է ինչը, դու ուզում ես տան, ոնց որ արետակ մեր տուն մի քիչ էս կանենք, այն կանենք,
հոգևոր կյանք հիմա որ եղավ։ Ես նորից եմ ասում, այդտեղ մեր դու մի քիչ աղոթենք, գիր կարդանք ու Աստված իրանց էլ էր գնում, ճանաչում էին Տիրոջը։ Հիմա ես վերականգնողականներ մենք սկսեցինք աշխատել, ծառայել, ես իմ մոտ ես գնում էի որտեղ մի խոսք կարդացի Տիրոջ Աստվածաշնչի մեջ, երբ որ Տերը հրավիրել էր բոլորին, հա, սեղանները պատրաստել էր բան, չէ, հիշում եք այդ մասը։ Ասեց մեկը հող առը դրանով զբաղված չի կարում գա Տեր ջան կներես, մեկը կինը առը դրանով զբաղված չի կարում գա։ Տերը դե ասում բարկացա, ասես գնացեք փողոցները, հրավիրեք սաղին տուն, որ տունս պետք է լցվի։ Եվ գիտեք, որ գնաց փողոցներում ես հանդիպել, փողոցայիններին, անտու թափառականներին, չէ, թմրամոլներին, դրանք լիքն են մեր փողոցներից, դա չգիտեմ ոնց է։ Այդպես տեղեր կար մենք, ես գնում քարոզում էի ու երբ որ հայտնություն է Տերը տալիս, ինքը սկսում է գործել դրանով այդ հայտնությունը։ Մի ճանապարհին մի ռուսերեն էր խոսում, ադրբեջանցի ինձ հանդիպեց, ես իրան տարա մեր տուն ու մի ուժեղ պատմություն լսեցի իրանից։ Իմ մոտ մինչև 26 հոգի մարդիկ էին հավաքվում այդ թմրամոլության բանով անտուն թափառականների։ Երբ որ ես իրան տարա տուն, մեր տուն, իրա մաման, փաստորեն Սումգայիթների ժամանակ եղել է դպրոցի դիրեկտոր։ Եվ այդ Սումգայիթի ջարդերի ժամանակ հայերին վերցրել պայլա 11 հոգի իր այդ դպրոցի պատվարում փրկել է։ Անցնում է տարիներ, ինքը մահանում է։ Ու իր որդին հայտնվում է Հոլանդիայի փողոցներում նարկոման, թմրամոլ։ Իրան հանդիպում է հայը, մեկ Աստծո գործը, ու իրան վերցնում տանում է տուն, պահում է 2 տարի, եսի լցվում է Սուրբ Հոգով, սկսում է արդեն նվագել, երկրպագել Տիրոջ, ալելույա։ Այնց Արնո Բաբաջանյանն էր նվագում հետո ինքը, թողա թե Արնո Բաբաջանը, տենց Արնո Բաբաջանյանն շատ ուժեղ սլուխ ուներ։ Ուզում եմ ասեմ ժողովուրդ ջան, այսօր Աստված, հետո ես հասկացա, որ բոլորին է ուզում փրկի։ Գիտես, անկեղծ եմ ասում, ես ես վերջերս Բաթումիում էի, մի կաթոլիկական եկեղեցի էր, տենց իրան շորերին ցակցրին, բան դե պետք է տենց որպես կաթոլիկ սկսեցի քարոզել, բան ու Սուրբ Հոգին իջավ մի քանի օգուտ բժշկեց։ Ես ասում Տեր ջան, այսքան մեր հայերի համար աղոթում ենք, այդքան հարցեր կա չեն բժշկվում։ Ես կարող եմ բանից դնում էր, հա, մուսուլմանները ու մեր քրիստոնյաները։ Բայց ես հասկացա, որ Աստված ժողովուրդ մեզ կանչել է հայերիս, այս մուսուլմանական երկրներին փրկելու համար, բոլորիս։ Հիմա նայեք քաղաքականություն ունեցա գնում արդեն բարիշում են բան, բայց ես չեմ հավատում ներքևի քաղաքականության, ես հավատում եմ վերևի քաղաքականության։ Շվանները մեծացնենք, ջոկողություն չդնենք, ամեն, ու ասում եմ վրա հասիր, քարոզիր, ժամանակից դուրս։ Ես ընդեղ մենք Բաթումիում այնքան մարդկանց քարոզեցինք, ավետարանեցինք։ Ես ասում եմ Տեր Աստված ջան, ու ես ասում եմ Սուրբ Հոգին ա ուզում, դե սա շատերը մուսուլմաններ են, ու մի խոսք եկավ։ Մի թամանչելու եք այս շնացող ու պիղծ, հա, ազգի մեջ քարոզենք Աստվածաշունչ, թող իրան կանաչ։ Ինչից ունենք անում։ Դե եղբայր ջան, գիտես կարող եմ մեզ աղանդավոր ասեն։ Վաղը դժոխք կա այդ, թող մի երկու բան էլ ասի, հա, չի հասկանում։ Ես աղոթում եմ Տեր, ասում են հոգին դիր մեր մեջ։ Գիտեք ում մեջ կար այդ հոգին։ Այն մեր եղբոր մեջ, որ սպանում են, ասում էր ների էլի չեն հասկանում, չեն անում։ Էդի հոգի է իրական։ Մի քիչ առաջ, հա, Հիսուսին էին սպանում, ասում էր ների չեն հասկանում։ Հետո եկավ այդ հոգին այդ բանի վրա, Ստեփանոսի վրա։ Եթե մենք այդ հոգին ունենանք, ինչ տարբերությունով ինչ է ասում։ Մենք մեր գործը գիտենք ոնց ենք անում, փրկելու համար։ Փառքը Տիրոջ է։ Գիտեք, շատ բան կա ասելու, այսօր մի քիչ էլ հոգնած ենք, ես վերևի հետի կախբեր մնացածը շարունակի։ Մենք փաստորեն, չգիտեմ, որ ես ասեմ, գիտեք, այնց ուժեղ ենք մենք, չէ, մեկը կա ուժեղը, որ մեզ ուժ է տալիս։ Մենք սաղս ողորմելի մարդիկ ենք, ողորմության կարիք ունենք։ Այն որ նստած է ասում եմ մի հմիք եկավ, այնքան ուժեղ է էդի։ Պետրոսենք են նստած ոնց որ ես տենայի, Հովհաննեսն է, Տերը ձկան խորոված անում, հարցնում է, Պետրոս սիրում ես ինձ։ Հա, Տեր սիրում եմ, հաստատ Պետրոս, դե ուրեմն հարացեցրու ուժղարդ։ Պետրոս սիրում ես ինձ,
Դե Տեր ջան, հոգնածիր էլի։ Որ ասում անխիժ գոնե մենք այն հերվից ասենք, ատե նստած լինենք էլի։ Մինչև առավոտ մեզ հարցներ, սիրում ես ինձ, հա Տերս։ Ես սիրում եմ քեզ Հիսուս։ Սիրում եմ քեզ։ Ամեն այդ երկերը երևի տեղից ծնվել։ Որովհետև եթե դու չես ապրում սիրելու համար, այդ պտուղը ձեռք բերելու, մենք հեռու ենք ուրեմն Աստվածաշնչից։ Ասეთ, եթե դու սիրում ես, սաղ արիր ախպերս։ Ամեն։ Ասեմ, որ այդ սերը հայրասու իրականում մեր մեջ։ Մենք չունենք դա, բայց Տերը կարա մեզ տա, որ մենք սիրենք։ Կարա այդ հոգին դրի, որ մենք անգամ թշնամուն սիրենք։ Տերը օրհնի ձեզ ժողովուրդ ջան։ Սիրենք իրար, որտեղ Աստծո սերը գիտես, ես սիրում եմ քեզ։ Բայց ախպերը դուրսն է, ախպերս։ Ուր մնաս քո այդ հավատքը։ Եթե ասում դու ասում ես սիրում ես ու դեմ ես մեկը դուսն է, մեկ մի բանի կարիք ունի։ Տեր ով է մեր ընկերը։ Ձեր ընկերները նրանք են, որոնք կարիքի մեջ են։ Ձեր ընկերները նրանք են, որոնք գած են, մի քիչ վերում պետք փող ծախսես, մի քիչ ուտելիք տաս, ով ուզում է այդպես ընկեր ունենա։ Չէ՞։ Սա ասում եմ դեպուտատի տղա լինի, բան չէ, հարուստ, մեկ լավ ավտո ունի։ Այս ընկերս է։ Անկամ Տերանից մարդկանց ասում ընկերներդ են, որ ամաչում ես որ ասես այ մարդ, ես իմ ընկերն եմ։ Բայց դրանք են մեր ընկերները, ժողովուրդ ջան։ Հիսուսի տված ընկերները։ Ուսնամ այդ Աստվածաշ, ես շատ բաներ ունեմ ասելու, բայց այսօր ժամանակի ու բանի առումով, որտեղ եթե ասում եմ քննի սիրտդ հավատքի մեջ ես։ Մենք կարանք գորգորացող խոսքերով խոսանք, բայց հավատքը մի ուրիշ բան է ժողովուրդ, եթե գործեր չկա, մեռած է այդ հավատքը։ Եթե գործեր չկա, այդ ավետարանը մեռած է, Հակոբոս Առաքյալը երևի հայտնություն էր ստացել այդպես։ Ամեն։ Եկեք մի աղոթք անենք։